Այսօր հիշտյայում հերթական անգամ նշվեց Վիկտոր Հովսեփյանի հայրիկիս պոեզիային նվիրված օրը։ Այն խորհրդանշում է, այսօրը խորհրդանշում է մեր խոնարհումը Վիկտոր Հովսեփյանի հիշատակին, Վիկտոր Հովսեփյանի ստեղծագործությանը, ընդհանրապես մշակույթին, արվեստին, ժողովուրդների բարեկամությանը, մասնավորապես հայ-վրաց ժողովուրդների բարեկամությանը։ Այսօր մենք խոսեցինք ոչ միայն պոեզիայի, ոչ միայն նկարչության, ոչ միայն արվեստի ու մշակույթի մասին, այլ նաև խոսեցինք բարեկամության մասին, որը կարող է իսկապես հրաշքներ գործել։ Եթե մենք ուզում ենք, որ մեզանից հետո եկողները, մեր կրտսեր սերունդը սիրի գրականություն, սիրի մշակույթ, սիրի կյանքը, լավատես լինի, մենք ինքներս պետք է այդպիսին լինենք։ Մեր այսօրվա կյանքը, կենցաղը, մեր այսօրվա վարքը լավագույն օրինակն է մեր եկող սերնդի համար։ Եթե մենք ուզում ենք, որ մեր կրտսեր սերունդը, մեզանից հետո եկող սերունդը լավը լինի, մենք ինքներս պետք է լավը լինենք։ Գեղեցիկ առիթ է, որ մեկ անգամ ևս բոլորս միասին վայելենք Վիկտոր Հովսեփյանի ստեղծագործությունների վայելքը, նշենք, տեսնենք, գնահատենք, թե ինչպիսի փիլիսոփայական պոեմներով ստեղծագործած անձնավորություն է եղել եւ այսօրվա սերունդներին այս մեր հերթական միջոցառումը անցկացնելով հերթական սերունդներին մենք պետք է փոխանցենք այն գրական ժառանգությունը, որ թողել է մեզանից յուրաքանչյուրի Վիկտոր Հովսեփյանը։ Սիրել տանք Հովսեփյանին, ճանաչել տանք նրան, որ ամեն մի ոք իմանա ով է Վիկտոր Հովսեփյանը եւ ինչ գրական ժառանգություն է թողել մեզանից յուրաքանչյուրի։ Վիկտոր Հովսեփյանի անվանքի մեկ հանրային դպրոց։ Ողջունում եմ բոլորին, հարգարժան հյուրեր։ Հեշտայի Վիկտոր Հովսեփյանի անվանքի մեկ հանրային դպրոցի անունից խորին շնորհակալություն եւ մեր երախտագիտությունն ենք հայտնում, որ այսօր գտնվում եք այստեղ եւ կարողանում եք միասին տոնելու հովսեփյանական 28-րդ տարելիցը։ Մեզ համար մեծ պատիվ է, մեր դպրոցի համար մեծ պատիվ է,